Հիմա մենք համարում ենք, որ Քոչարյանի եւ երկու օլիգարխների իշխանության գալը վատ բան է եւ դա պետք է կանխել։ Արդյոք դա հանցագործություն է ինքնին։ Եթե արդար ընտրվեն, հանցագործություն չի, բայց շատ վատ բան է, որ օրինակ այն որ մի ընդհատեք ինձ էլի չէ, Երևանում Քոչարյանն ու օլիգարխները չեն եկել իշխանության։ Օրինակ Վարդանիկը ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ինչի արդյունքում, երբ որ Քոչարյանական եւ Սերժ Սարգսյանական եւ ռուսաստանցի օլիգարխական մի քանի ուժեր բաժանվեցին մի քանի բլոկերի եւ հետընտրական համագործակցությամբ Վարդանիկը ընտրվեց քաղաքապետ, ինչը ինքնին հանցագործություն չէր, բայց դրանից ուղիղ 6 ամիս անց Վարդանիկը ձերբակալվեց կաշառակերության մեղադրանքով։ Հիմա ինչ կլինի տարբերությունը, եթե Քոչարյանն ու երկու օլիգարխները տարբեր բլոկների բաժանված հաջողեն ստանալ մարդկանց մեծամասնության քվեն եւ գան իշխանության։ Կաշառակերության մեղադրանքով ոչ ոք չի ձերբակալվի, որովհետև ինչպես իրենց իշխանության տարիներին, այդպես էլ այդ ժամանակ իրենք չեն թողնի, որպեսզի իրավապահները անեն իրենց գործը։ Եվ հետեւաբար ինչպես է պետք կանխել այս սցենարի իրագործումը։ Մարդիկ Քոչարյանին եւ երկու օլիգարխներին պիտի տան 0 քվե, որովհետև Քոչարյանն ու օլիգարխները մենք տեսել ենք ինչպես իշխանություն են եւ ես կարծում եմ մենք չենք ուզում նման իշխանության կրկնել։ Հիմա խնդրում եմ ներողություն, հարգելին ես ձեր համար եմ, բայց կթողնենք մի հատ։ Հիմա չէ ներողություն, հիմա խնդրում եմ հերթով հարցնել։ Սկսենք այս ժողովրդավար ենք, հաջորդ հարցը։ Հաջորդ հարցը։ Ինչ։ Սիրելի լրագրողներ, ինձ թվում է հարցերը մեկ-մեկ պետք է մնան ոչ աբսուրդային ժանրում։ Ես քաղաքական գործիչ եմ եւ կոչ եմ անում մեր քաղաքական հակառակորդներին քվե չտալ։ Իսկ եթե քվե տան, ինչ եք անում։ Ինչ աշխատում ես ժողովրդավար չեմ։ Հա, բան 37 թիվն է, բան եմ անում, սպառնում եմ, հա։ Իսկ եթե քվե տան, ինչ եք անելու։ Եթե քվե տան, ուրեմն դա ժողովրդի ընտրությունն է, բայց ես չեմ կարծում, որ ժողովուրդը պիտի, բայց ես չեմ, երբ որ ես ասում եմ թույլ չենք տալու, ես նկատի ունեմ, մենք եւ ժողովուրդը մեր քվեով թույլ չենք տալու, որպեսզի Քոչարյանն ու երկու օլիգարխները դու հիմա դա եղել է, ինչը հիմա դուք ինձ մեղադրում եք, որ մարդիկ ընտրել են այս կամ այն կուսակցությունը։ Եվ շատ լավ, եւ մենք հարգում ենք մարդկանց։ Բայց մենք չենք հարգում օլիգարխատը, առանձնապես չենք հարգում պարոն Քոչարյանի ներողություն իհարկե խնդրում եմ։ Չվիրավորվեք դրանից։ Ձեզ պատկերացնում եք ընդդիմադիր խմբակցության պատգամավոր։ Մենք կարծում ենք, որ մենք նպատակաուղղված ենք, որպեսզի 26 թվականի ընտրություններից հետո ունենանք սահմանադրական մեծամասնություն։ Եվ նաև պատկերացնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը եւ երկու օլիգարխները եւ ընդհանրապես բոլոր օլիգարխները պետք է մեր թիմում օլիգարխ կա, պետք է բոլոր օլիգարխները դուրս մղվեն քաղաքական դաշտից եւ խորհրդարանից։